Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 Beauty Salon-ը։ Ողջույն, Թատրոն լաբորատորիայի նոր բեմքաստ նախագիծը կրկին եթերում է։ Ես Մերի Փամբոխյանն եմ եւ այսօր մեր հյուրը Անդոն է, նույն ինքը Անդրանիկ Հարությունյանը։ Ողջույն։ Բարև ձեզ Մերի ջան, հրավերի համար շնորհակալ եմ։ Հուսով եմ շատ գեղեցիկ ու սիրուն եթեր եք ունենալու ու ավելին ասեմ տարբերվելու այս եթերը բոլոր եթերներից, որտեղ վերջումս բաժակը ջարդել եմ։ Արտուրի գլխին։ Ասում մի խոսքով լավ կհասկանանք ում։ Լավ, ընթացիկ կհասկանանք ինչեր տեղի կունենան, Անդոն է, ամեն ինչ կարելի է սպասել։ Շնորհակալ եմ նաև ձեզ, որ այսօր այստեղ եք, վստահ եմ, որ հետաքրքիր հաղորդում ենք ունենալու։ Միանշանակ, որովհետև երբ որ ինչը կապված է թատրոնի հետ, բեմի հետ, առհասարակ այս վարակույրների հետ, այս դահլիճի հետ, ինչը կապված է մի խոսքով այս ասպարեզի հետ, միանշանակ ինձ համար դա հեքիաթային օր է։ Ինչպես եք զգում հիմա բեմում նստած հյուրի կարգավիճակով, որովհետև ես գիտեմ, որ դերասանները միշտ իրենց ավելի հարմարավետ են զգում, երբ որ բեմում շարժվում են, այսինքն երբ դու սովոր ես, որ բեմում պետք է շարժ լինի, դու անդադ լինես գործողության մեջ, անսովոր է գալ ու հանգիստ նստել ես։ Չէ, իրականում կա ներկայացումներ, որտեղ բեմում հանգիստ նստած ես լինում, կան նաև ներկայացումներ, որտեղ բեմում պարկած ես լինում։ Օրինակ ես շատ հետաքրքիր բան հիշեցի այս հարցի վերաբերյալ, չեմ հիշում թվականը, որ Ներոն ներկայացումն էին խաղում կամերային թատրոնում եւ այնտեղ ինչ որ կերպարն է խաղում շատ վաղուց է, չեմ հիշում, մեծացել ենք արդեն, որ թույնում է Ներոնը, իբր մահանում է, ու մոտավորապես 20 րոպե եւ ավել բեմի վրա հանդիսատեսի աչքի առաջ պարկում եմ ու իբր մահացած ու անկեղծ եմ ասում մոտավորապես եթե չեմ սխալվում մի 20-30-ից ավել ներկայացում խաղացել ենք նույնիսկ Հայաստանից դուրս որպես փառատոնի մասնակից այդ ներկայացումը գնաց 20 եւ ավելի ներկայացումների ընթացքում բեմի վրա քնած եմ եղել այսինքն 20 րոպե անշարժ պարկել ու հետո ավելին ասեմ պարկելուց հետո որ դες չգիտես ոնց շարժվես բեմը նայում հանդիսատեսը նայում ընթացիկ բոլորը կողքերդ խաղում են բան ու դու սենց անշարժ ու անպայման ամեն անգամ արթնանալուց հետո ինչ որ մի տեղից դմրած էր լինում ու հիմնականում միշտ ձեռս որտեղ անսամ թես մի քիչ գնում հա ձեռքի վրա հետո հելնես ու քայլելուց սենց ալու ձեռքը դες կպնում ասես մարդկանց բայց ես հասկանում անիմաց շարժումներ ես անում դմրածության պատճառով այսինքն պարկածում եմ փորձել բեմի վրա ուրիշ բան մի մտածեք էլի ներկայացման ընթացքում փորձել եմ պարկած դրանց ներկայացող մի խոսքով սենց ասեմ բեմը աշխարհի ամենաառողջացնող վայրն է հուսով եմ բոլոր դերասանները դա կփաստեն երբ ես 38-ից ավել ջերմաստիճանով տաքությունով բեմ եմ դուրս գալիս դառնում եմ բեմի կերպար այդ դերասանը որ խաղում է բեմի վրա անմիջապես անցնում է բոլոր առողջական խնդիրներս իսկ բեմից դուրս գալուց անմիջապես նորից սկսում է նույն process-ը մտածմունք իսկ բեմում լրիվ մոռացվում է այո անջատվում ես աշխարհից անջատվում ես հետո ուրիշ մարդ ես խաղում դու խաղում ես այդ կերպարը ես որ բեմ եմ դուրս գալի ես չեմ խաղում երբեք Անդրանիկ Հարությունյան ես խաղում եմ այդ բեմի վրայի կերպարը օրինակ վերջի ներկայացումը որ արեցինք այնտեղ անունս ինչ է վրա անունս ինչ է այդ ներկայացման ժամանակ այս ընտանիք կաստինգովի հա մի խոսքով դառնում եմ այդ կերպարը ո՞й մոռացա երբում եմ դառնում եմ այդ կերպարը այսինքն մարդու հա այդ մարդու անձն այդ անձն եմ դառնում ու այն Անդրանիկը արդեն մնում է կուլիսներում դրա համար ինքը փոխում է բեմը ամեն ինչ փոխում է աշխարհի ամենահզոր ու էներգետիկայով լի վայրն է ինձ համար ինձ համար նկատի ունեմ բոլոր այն մարդկանց համար ովքեր իրականում սիրում են բեմը ու բեմն էլ սիրում է իրանց որովհետև դա էլ է շատ կարևոր բան կարևոր է հետո հանդիսատեսի ջերմությունն էլ է քեզ տրամադրում որ հետաքրքիր լինես բեմում մի խոսքով չգիտեմ բեմի ինձ համար ուրիշ աշխարհ է լավ իմաստով ուրիշ աշխարհ է բոլորիս համար ինչը կարող է բեմում կաշկանդել ձեզ չկան եմ ինչ պետք է լինի չկան եմ անբան չեմ մտածել այդ հարցի շուրջ իրականում բայց չեմ կարծում որ կա մի բան որ ներվեմ կամ հա կան նախադասություններ տեքստավոր հա դա էլ դրա արդեն միջև ներկայացումը սկսել է
ու միջև բեմադրությունները անելը բան, փորձեր բան, այդ շրջանում ենթադրենք ինչ-որ նախադասություն կա, որ իմ սրտով չի օրինակի համար, փորձում ենք այնպես անել, որ համահունչ լինի բեմում, իմ սրտով լինի, հա, որ մարդը հանկարծ հանդիսատեսը չասի, ինչքան շատ արա բառ օգտագործեցիք կամ ինչքան շատ գռեհիկ է սա, հիմնականում այդպես բաներ է կարա կաշկանդի, բայց ասում ավելին չի եղել նման բան, որ ես նեղվեմ։ Խոսեցինք հանդիսատեսի հետ շփման մասին։ Հետևում եք հանդիսատեսի արձագանքին ոչ թե միայն լսելու տեսանկյունից, այլև թե ինչ դեմքի արտահայտություն ունեն օրինակ իրենք ներկայացման ժամանակ, որովհետև օրինակ երբ 4 պատով ներկայացում են խաղում, դու սովորաբար մենք գիտենք չէ, որ մեզ միշտ ասել են, որ պետք է չնայես հանդիսատեսին, պետք է գտնես ինչ-որ մի կետ, սևեռվես այդ կետի վրա ու չկենտրոնանաս այս պարագայում գրվածն, հա, բայց անկեղծով ասում ես չի եղել ներկայացում, որ հանդիսատեսին տենց պարզապես չնայեմ, բոլորին նայում եմ, անկեղծ ու բոլորի հետ խաղում եմ։ Ու ավելին ասեմ, բոլորի համար եմ խաղում։ Այսինքն եմ որ ասում եմ ինչ-որ նայենք կետի ու այդ կետի իմ համար ցանկացած մարդ է, որը նստած է, իրենց համար եմ խաղում, պետք չի ինչ-որ դա պատի վրա ինչ-որ կետ նշենք ու այդ կետի համար խաղանք։ Չէ, խաղում եմ ես հանդիսատեսի համար ու մեր հանդիսատեսին կան մարդիկ, ովքեր որ մի ներկայացում մի քանի անգամ են նայում, ես ֆիքսում եմ անպայման ու բոլորի կարծիքը հաշվի եմ առնում ներկայացումից հետո թու այսքան ժամանակ դեռ չի եղել այն ներկայացումները, որտեղ որ ես եմ խաղում, չի եղել բացասական կարծիք եւ ես էլի ասեմ հաճույք եմ ստանում, երբ որ տեսնում եմ հանդիսատեսը դահլիճում նստած ճպտում է եւ ես եմ դուրս գալի բեմ։ Մնացածը որ դուրս են գալի, կարան չժպտան։ Հենց ես եմ դուրս գալի, ինձ համար դա է հետաքրքիր։ Ամեն դեպքում, քանի որ դուք անդրադարձաք խաղընկերներին, այսպեսի մի հարց առաջացավ։ Ինչ դեր ունեն ձեզ համար ձեր խաղընկերները, այսինքն իրենց հետ շփումը բեմի վրա, իրենց հետ կոնտակտը պահելը, իրենց հետ փոխհարաբերությունները բեմի վրա, ո՞նց է այդ ամեն ինչը անցնում։ Վերջին շրջանում, որ շատ երկար խաղացինք ու դեռ խաղում ենք ներկայացումը, դա ամփոփանք գիշեր ներկայացումն է, հենց որպես պրոդյուսեր հանդիսանում եմ ես այդ ներկայացմանը։ Իրան Ռուսաստանում շրջագայության գնացինք, 12 քաղաք խաղացինք։ Այդ ներկայացման մեջ բոլոր դերակատարներին եմ շատ սիրում, որովհետև որպես պարտներ մեկը մեկից աննորմալ են։ Լեռնոն Հարությունյան, Սաթենիկ Ղազարյան, Արենը Սաֆարյան, ելով կա։ Ժամանակ մեր շատ սիրելի Արտուրը էլի Հայաստանում, որ շրջագայություն գնացինք, ելով Նարինեն Հունանյան։ Մի խոսքով այդ ներկայացման ընկերները, հա, պարտներները մեկը մեկից աննորմալություն են ու այնքան շատ ենք էփել այդ ներկայացման մեջ, որ բոլորը բոլորի տեքստերը անգիր գիտեն ու չի կարա ինչ-որ բան լինի, որ նեղվենք կամ չգիտեմ, այդքան էլ ճիշտ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, կան ներկայացումներ, որտեղ հիմնականում այն ներկայացումները, որտեղ որ ես զբաղված եմ, բոլորի հետ հաճելի է խաղալը։ Շատ ներկայացումներ կան, որ խաղում եմ Բոհեմ թատրոնում, շենքում իրավիճակ է փոխվել, ընտանիք այլ որոնք կան Արտուր դուք հիշես մի քանի ներկայացման մեջ խաղում եմ բոլոր դերակատարները բոլորի հետ շատ հաճելի է խաղալը որպես պարտներ, որպես խաղընկեր շատ լավն են բոլորը։ Իսկ ես իմ կյանքի մի մարդու կարող ասեմ ճիշտ է շատ քիչ եմ իր հետ բեմում եղել, բայց իր նման խաղընկեր անկեղծ եմ ասում չեմ տեսել։ Հովհաննես Ազարյանի մասին է խոսքը, ես լուրջ եմ ասում, ինքը աննորմալ ֆանտաստիկ երևույթ է բեմի վրա։ Իրական կյանքում շատ երկար չեմ շփվել հետ։ Նու բեմում է այդքան շատ չէ, no comment ներկայացումը, եթե կհիշեք, շոու ներկայացումը։ Ես հասկացա, որ Հովհաննեսը շատ ուժեղ խաղընկեր է։ Իրականում շատ կարևոր է, որ աջակցություն ստանաս խաղընկերոջից։ Իսկ եթե հարցը վերաբերվում է օրինակի համար ինձ որպես խաղընկեր, ես ոնց կլինեմ, կարծում եմ դուք իմ խաղընկերներին որ հարցնեք, նրանք կպատասխանեն, այսքան ժամանակ չի եղել, որ ինչ-որ մեկը իմ հետ կապված փորձի ասի օրինակի համար վատ խաղընկեր է։ Ինչու, որովհետև երբ որ ես ներկայացում եմ ինչ-որ ներկայացման մեջ ներգրավում եմ, խաղում եմ, այդ ներկայացման բոլոր տեքստը, բոլորի
Անգիր գիտեք։ Բոլորի տեքստերը ներողություն զանգում են։ Բոլորի տեքստերը անգիր նորմալ է այս։ Ես ասել եմ, ես սկզբում ասել եմ, ինչ ուզում ես իրականում կողմ եմ, հենց դրանով է թատրոնը հետաքրքիր, որովհետև ճիշտ է մենք հիմա ներկայացում չենք խաղում, բայց լրիվ հավանական էր, որ ինչ որ ներկայացման մեջ կարող է նույնիսկ այսպիսի բան տեղ ունենալ։ Եթե սա լիներ հեռուստատեսություն, եթեր հեռուստատեսային մենք պետք է այստեղ ստոպ տայինք, հետո նորից նորից բյուրոկրատական ձևականությունների հետ շատ հետաքրքիր ֆորմատ է ստացել այս վիճակը, հետո շատ կարևոր է որ չգիտեմ ինչքանով է կարևոր, հնարավոր է որ մի օր շատ ավելի լավ ստացվի այս ֆորմատը, այսինքն ձեր այս հաղորդումը գնա TV, հիմա ես չեմ սխալվում YouTube-ով է, չէ՞ գնում։ Այո։ Շատ կարևոր է մի օր կգնա TV անպայման, այդ ժամանակ արդեն այս հեռախոսբանը կհավաքենք։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ես որ ներկայացման մեջ որ կամ, այդ ներկայացման մաքսիմում չէ, առավել մաքսիմումից բոլորի տեքստերը անգլի գիտեմ։ Ասենք չի կարող մեկը սխալվել եւ ներկայացում բռնաբար գնալ, որովհետեւ ես այդ պահին բոլորի կփրկեք իրավիճակը։ Իրականում չեմ ասում կփրկենք, բայց համոզված եմ, հա, այդպես ասում, համոզված եմ, որ չի դուժի ներկայացումը, երբ որ ես բերում եմ։ Ու դա եկել է կամերային թատրոնից։ Իհարկե, դա եկել է Արա Երնջակյանի պրոֆեսիոնալ մարդ լինելու, պրոֆեսիոնալ չգիտեմ, ինքը ուրիշ կերպար է, ես ժամանակ հաղորդումների ժամանակ որ հարցնում են ում եք շնորհակալ ես ասպարեզ, չգիտեմ, այցեքարտ կամ ոտ դնելու համար, ես 3 հոգու անուն եմ տալի միշտ ու դա չի քննարկման ենթակա չի, դրանք են բեմական ասպարեզում, հա, թատրոն դեպի մուտքս դա շնորհակալություններ շատ սիրելի Արա Երնջակյանին, պաշտում եմ ձեզ, պարոն Արա Արությունից ջան, եւ դեպի կինո, դեպի էկրաններ, Հայկ եւ Մկո Զույգին։ Այդ 3 մարդն են, որ ես այսօր գտնվում եմ այստեղ, այս բեմի վրա ձեզ հետ միասին վերջին։ Ու շատ ուրախ ենք դրա համար։ Փոխադարձ ցավոք։ Երկար ճանապարհ դեպի թատրոն որպես դերասան։ Այսինքն փոքր տարիքից, 4-5 տարեկանից դուք այդ ցանկությունը ունեցել եք, հետո դրա համար ներքին ինչ որ պայքարներ են երևի եղել, հասնելու մի տեղ, որը այդքան ցանկալի է։ Ու այդ ճանապարհը ես վստահ եմ, որ հարթ չի եղել։ Մինչ այսօր, մինչ հենց հիմա էլի հարթ չի, որովհետև չի կարա ճանապարհը լինի հարթ, ցանկացած մարդու համար, հա, սկսած երկրի ղեկավարից մինչև սովորական բանվոր իր ճանապարհը եթե հարթ լինի, ուրեմն անիմաստ է ապրում։ Պետք է ինչ-որ բան լինի, որ ասում ընկիր, որ ոնց են ասում չէ, ինչ-որ մի հատ բան կա, որ ասում պիտի ինքնես որ իմանաս բարձրության բարձրանալու դժվարությունները, այսինքն դա պետք է դա պիտի լինի բոլորի մոտ։ Հիմա մեր շատ սիրելի օպերատորները համոզված են, որ իրաց կյանքում էլ ոչ մաքսիմալ հարթություն չկա։ Պետք է ինչ-որ մի խոչընդոտ լինի, որ հաղթահարես, հասկանաս, որ այդ խոչընդոտն էլ հաղթահարես 1, 2, 3, ասում վերջի ներողություն եմ խնդրում, բայց ասում վերջի խրխռալուն է պետք է սովորես։ Մահվանից մի քանի վայրկյան առաջ այդ էլ պետք է սովորես։ Այսինքն սովորելու վրա է ամբողջ կյանքը ու խոչընդոտներով հասնելու դեպի դրան։ Ես ինչ եմ խոսում ես։ Ինչ են ապրում թատրոնում։ Թատրոնով ապրում են, թատրոնով շնչում են։ Ես օրինակ ելի եմ ասում, թատրոնով անկեղծ ապրում եմ։ Կան բաներ, որոնցով ապրում եմ, կան մարդիկ, որոնցով ապրում եմ, կան բոլոր բեմերում եմ ապրում։ Մեկ որ ասում են, այս բեմից այն բեմ, որ տեղափոխվում ես, նույն ներկայացում, հա, ենթադրենք բեմից բեմ են տանում, այսինքն որպես հյուրախաղալավ այսպես ասեմ։ Որ ասում եմ, չէ, այս թատրոնի բեմը ինձ ավելի հոգեհարազատ է, այն մեկը չէ։ Չէ, թատրոնում, եթե թատրոնն է, ուրեմն հոգեհարազատ է ու լավ է։ Թատրոնում պետք է ապրել, թատրոնում ապրել։ Հիմա բարեբախտաբար կամ դժբախտաբար, չգիտեմ ոնց կընկալվի ես իմ խոսքը, ես գրանցված աշխատող չեմ թատրոնում, այսինքն պետական հաստիքով չեմ։ Հաստիքով չեմ,
կամերային թատրոնում վաղուց չկամ, աշխատում եմ Բոհեմ թատրոնում Նարեկ Դուրյանի հետ։ Քանի որ դուք ձեր դերասանական կարիերան մինչև սկսել եմ կամերային այդ նույն կամերային թատրոնում նաև եղել եք բեմի բանվոր, այդտեղից եք սկսել։ Հիմա երբ ներկայացում եք խաղում, ենթադրենք ներկայացումից առաջ կամ ներկայացման ժամանակ ինչ որ անսպասելի բաներ լինում կամ ինչ որ շուտկելու բան կա, ձեր մեջ աշխատում է այդ ես մի բան անեմ, գնամ օգնեմ։ Իհարկե աշխատում է, իհարկե, կփաստեն, այստեղ կան մարդիկ նստած հիմա, կփաստեն, որ բոլոր տեղերը, որտեղ որ Հայաստանում է, շրջագայությունն է եղել, մենք ես իմ ձեռքով իմ ընկերների հետ միասին բեմը դրել ենք, հավաքել ենք այս մեկանդեղ, այն մեկանդեղ, հիմա կապ չունի, որ ուրիշ պրոդյուսերի աշխատանքային պրոցեսի մեջ եմ հիմա, այսինքն օրինակ հիմա Թամարիկ Գևորգյան այդ ընտանիք քասթինգով ներկայացում որ արել է, կապ չունի իրանց նա ես չպետք է օգտակար լինեմ, բացի այն որ բեմում եմ, նաև չգիտեմ, այս մեկը ստեղ պետքա դրված լիներ, իրանք մոռացել են, ես հիշում եմ դնում եմ, այսինքն այդ պրոցեսը իմ մոտ դա էլ է շատ լավ, որ դու այդ աշխատանքն ես արել թատրոնում բեմի վրա, որ հիշես, որ օգտակար լինես թե դերասաններին, թե ռեժիսորին, ամեն ինչից պետքա տեղեկացված լինես թատրոնում ինչ է կատարվում։ Անդո, իսկ որտեղ է ձեզ համար ավելի Անդո, իսկ ձեզ համար որտեղ ավելի հարմարավետ, ավելի կոմֆորտ էկրանին թե բեմում։ Այ բեմում ասեմ ինչի, որովհետև հարցը գիտեք ինչ է, որ ինձ համար քանի որ թատրոնը շատ ավելի ուրիշ աշխարհ է։ Էկրանը հա հետաքրքիր էկրանը որ ոնց են ասում ռուսի ասած նապլավում մնալու համար էկրանը լավ բան է որ միշտ քեզ հիշեն միշտ տեղ տան միշտ սիրեն չգիտեմ կամ չսիրեն իսկ բեմը ինձ համար էլի ու էլի կասեմ ուրիշ աշխարհ է էկրանում ավելի հեշտ է ինչով որ կարաս հնարավորություն ունես կարող ես մի քանի դուբլից ստանալ կերպար իսկ բեմում արդեն իսկ նույն կերպարով պետք է 2 ժամ հնարավորություն ունենաս հանդիսատեսին համոզելու որ այդ ոչ թե Անդրանիկն էլ բեմի վրա այլ Սիմոնը օրինակի համար այսինքն բեմի ինձ համար ավելի ուրիշ աշխարհ է իսկ երբ որ մոռանում եք որ դուք Անդրանիկն եք ու դառնում եք Սիմոն չեք կորցնում վերահսկողությունը ինչ որ հաճելի է այդ ժամանակ Սիմոնը ընտանիք չունի երեխեք չունի դառնուց չունի ունի այդ մի 2 ժամվա ընթացքում այդ իր բեմի իր կերտած կերպարի պատմությունը որով ապրում է ինքը չէ դժվար չի իրականում շատ հեշտ է շատ ես իմ բոլոր կերպարները որ խաղացել եմ թե հեռուստատեսային եթերներում եւ թե բեմում բոլորը մեկը մեկից շատ եմ սիրում բայց իմ ամենա ներկայացումը որ ես խաղացել եմ ու հաճույք եմ ստացել չնայած բոլորն են որ ինձ համար հաճելի են եւ հաճույք եմ ստանում դա կամերային թատրոնի Նազար միջև վերջ ներկայացումն է 86 թվականից եթե չեմ սխալվում այդ ներկայացումը կա 86-87 թվականից այդ ժամանակ ես 4 տարեկան էի այդ ներկայացումը խաղում էր Հրանտ Թոխացյան իրանից որ սկսեց չխաղալ այդ ներկայացումը արդեն ոչ թե բեմադրվեց սկսեցինք մենք խաղալ երիտասարդ սաստավը ավելի ես Մխիթարը Ավետիսյան Տիրացու էր խաղում եւ Քեցինը Մանասյան 3 հոգանոց ներկայացում է շատ հրաշալի ներկայացում է այդ ներկայացման համար գժվում եմ Նազարի կերպարն է իմ կերպարը շատ գունեղ շատ գեղեցիկ ու շատ ժամանակակից այսինքն 86 թվականից մինչև այսօր ինքը մի նախադասություն չի փոխվել մի բառ չի փոխվել բայց մինչև այսօր ակտուալ է Եվ հիշեցնեմ մեր հաղորդման գործընկերներին։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Agritas Colors խանութ սրահը, որը միավորում է արվեստն ու գույնը մեկ բեմում։ Agritas Colors ձեր երջանկության գույները ստեղծող լավագույն ընկերը։ Մեր հաղորդման գործընկերն է նաև Aura Ut Beauty Salon-ը։
Վստահեք ձեր ինքնատիպությունը նրանց, ովքեր գիտեն իսկական հմայքի գաղտնիքները։ Aura 8 Beauty Salon, այստեղ հայլիները չեն կրկնում, այլ բացահայտում են։ Իսկ որ ներկայացումներն են ավելի հոգեհարազատ ձեզ, երբ դուք մենակ եք բեմում մոնո ներկայացում եք խաղում, թե երբ ունեք խաղանկերներ։ Խաղանկերներով ինձ ավելի հաճելի է, ավելի լավ է, բայց մոնո ներկայացում ունեմ, հիմա մի փոքր այտենց ռեստավրացիա կարգավիճակում է, մեր խաղանկերներից մեկը տեքստավոր փոփոխություններ է անում, նորից անպայման կխաղամ, բայց ինձ ավելի հոգեհարազատ է, երբ որ խաղանկերներով ես լինում բեմում։ Ու ինձ դա ոչ միայն ես եմ նկատել, դա նաև նկատել են իմ խաղանկերները, ովքեր որ ինձ հետ նաև բեմում են, իրանք ասում են դու մի քանի դերասանով խաղալը քեզ համ ավելի կոմֆորտ է, իրանք են նկատել, համ դու ավելի լավ ես քեզ զգում, բայց այնպես չի, որ ես մտածում եմ, որ մոնո ներկայացման մեջ ես վատ եմ զգում ինձ, մենակ եմ, օգնողներ լիքը կան, բայց 1-2 ներկայացումից հետո արդեն այդ հուշարար ասվածը, նու հուշարար չունենք, բայց ամեն դեպքում են սկզբում որ լարված ես լինում առաջի անգամ մոնոյա, բեմ ես բարձրանում բան, մի հոգի կուլիսներում պետք է դուրս տեքստով նստած լինի, որ հիշես հերթականությամբ ոնց գտնաս, բայց 1-2 ներկայացումից հետո այդ մարդը էլ ոչ թե պետք չի լինում, պետք է լինում, բայց ամեն դեպքում ոչ թե այդտեղ նստած, այլ առհասարակ պետք է լինում քո կյանքում։ Որ ներկայացման մասին էր խոսքը, անդորագիր։ Անդորագիր ներկայացումն է, իմ կյանքի մոտավորապես 4-5 պատմություն է շատ ծիծաղալու, բայց ես հիմա ուզում եմ մի փոքր ավելացնեմ պատմությունները ու մի փոքր թարմացնեմ նույն ներկայացումն է լինելու եւ պատմություններ կար, որ ներգրաված էր ի սկզբանե, իրանց ոնց որ դուրս հանեցինք, որը հագեցած էր արդեն, բայց հիմա ես ուզում եմ փոփոխություն անեմ ներկայացման մեջ, այն պատմությունները, որը չկար, դա ներգրավեմ եւ դրանով շարունակեմ ներկայացումը, այնպես որ այդ ներկայացման մասին է խոսքը։ Ապրում ենք փոփոխություններ են լինում մեր կյանքում, պիտի հնին նորը գա փոխարինելու։ Իհարկե, եւ ավելին ասեմ, այսօրվա իմ տեսած ու իմ խաղացած բոլոր այդ ներկայացումները, որտեղ որ ես ներգրաված եմ, այդ ներկայացումները օր-օրի կարելի է տեքստ փոխել, տեքստ ավելացնել, համահունչ լինել օրվա եւ շնչել օրով։ Օրը շնչելը possible։ Ինչ կլինի, եթե հումորը չլինի։ Կոնկրետ, եթե ես մտածեմ, ես հուսով չեմ, չեմ ապրի։ Անկեղծ չեմ կարող ապրել։ Չեմ պատկերացնում առանց հումոր։ Տխուր ժամանակ էլ է հումորը օգնում։ Երբ որ նեղված ես մի հատ անկյունում, չգիտես ինչ անես, լացում ես, ուզում ես գժվում ես, բան մեկը մի պասենց հետ ես գնում, հիշում ես մի հատ հետաքրքիր ծիծաղաշարժ ինչ-որ պատմություն քո կյանքում, այդ արցունքները դառնում են փոքրիկ երջանկության արցունքներ, օրինակ եմ ասում, հա, այդ ուրախությունը, այդ ժպիտը, այդ հումորը փրկում է ամեն ինչ։ Տխրության ժամանակ կարող ինքը շատ արագ քեզ ուրախացնի։ Իմ գործընկերուհի Ռուզան Հակենցը փոքրիկ խորագիր ունի, որտեղ խոսում է հունական թատրոնի հետ եւ զուգահեռ անցկացնում ներկայիս թատրոնի հետ։ Դիտենք տեսանյութը եւ վերադառնանք։ Հին հունական դիմակները շատ մեծ էին, արտահայտված հոնքերով, բաց բերանով, երբեմն էլ նույնիսկ չափազանցված շպիտով, կամ ցավի արտահայտությամբ։ Դրանք ոչ թե ճշգրիտ էին, այլ ուժեղացված, որպեսզի վերջին շարքում նստած մարդը նույնիսկ 15000 հոգու մեջ հասկանա կերպարի էմոցիան։ Այս դիմակներով դերասանը դառնում էր ոչ թե կոնկրետ մարդ, այլ տեսակ, հերոս, հափեբա, թագավոր, մայր, չարուր։ Հին Հունաստանում դիմակը պարզապես պարագա չէր։ Այն կերպար էր ստեղծում, մեծացնում էր հույզը եւ թույլ էր տալիս դերասաններին դառնալ մեկ ուրիշ մարդ։ Դիմակը թաքցնում էր դեմքը, բայց բացահայտում էր պատմությունը։ Իսկ արդյոք դերասանը դիմակ էր կրում միայն բեմում, թե երբեմն էլ նաև իրական կյանքում։ Ինչ ցանկալի դեր կա, որ կուզեիք խաղալ։ Բոլոր դերերը, որ հնարավորություն անձեռնվում, որ ես խաղամ, ինձ համար բոլորը ցանկալի են։ Չկա մի դեր, որ մտածեմ կուզեի խաղալ, չէ, անկեղծ չկա։ Ինչ դեր առաջարկում են ինձ, ինչ դեր ես որպես պրոդյուսեր մտածում եմ, որ ես ներկայացման մեջ կամ ես ֆիլմում, կամ չգիտեմ ինչ որտեղ պետք է ես խաղամ դա ինձ համար ցանկալի է ու լավ է։
Նույնիսկ կապ չունի, դուք այդ դերի հետ ինչ որ կապ ունեք, այսինքն չգիտեմ, գուցե էմոցիոնալ առումով գոնե գուցե մտավոր դարձնում եմ իմը, կապ չունի, պետքա դարձնել քոնը ու խաղալ ու ապրել այդ դերով։ Անկեղծ եմ ասում, 2002 թվականից մինչև այսօր չի եղել ինչ-որ մի հատ կերպար, չի եղել ինչ-որ մի հատ դեր, որ չսիրելով խաղամ կամ շատ ուզեմ որ խաղամ։ Եթե պատկերացրել եմ, որ այդ դերը ես պետք է խաղամ, ուրեմն դա իմն է։ Եթե այդ կերպարը համապատասխան չի եղել ինձ, դարձրել եմ ինձ համապատասխան ու խաղացել եմ։ Վերջերս շատ մեծ տարածում ունեցան ձեր հոլովակները, երբ երգի երաժշտությունը թողնում էիք նույնը սորաբար կրկներքի եւ բառերը փոխում էիք եւ նոր բառերով, ինչ որ հումորային տարբերակով ներկայացնում էիք այդ երգը։ Հիմա իմ մտքով մի բան անցավ, եկեք փորձարկենք, քանի որ մենք խոսում ենք թատրոնից եւ հատկապես էքսպերիմենտալ թատրոնի հետ այս ամեն ինչը կապ ունի։ Փորձ անենք, մի հատ փոքրիկ էքսպերիմենտ։ Ես մի բան ասեմ, միջև ձեր այդ հետաքրքիր մտահղացությունը չէ իրականում, բայց ես ասեմ մի բան, որ ես գրելու հետ կապված բացարձակ հեռու եմ գրելուց, այսինքն այն ինչը որ գրվում է, այն ինչը որ ես երգում եմ, այդ փոքրիկ երգերը, ես խնդրում եմ իմ ընկերներին, օրինակ եղել է, որ հենց մեր շատ սիրելի Արտուրի միտքն է ծնվել եւ դա գրել է եւ ես երգել եմ, չէ՞ միշտ որ երգը, բայց եղել է այդպիսի երգ։ Մի խոսքով գրելուց շատ հեռու եմ, դրա համար ես այտենց մտածում եմ հիմա դուք հաստատ ինձ առաջադրանք եք տալու, ես խայտարակ լինեմ, բայց խնդրեմ համեցեք։ Դիմենք դահլիճի օգնության, քանի որ Արտուրը նստած է դահլիճում։ Ուզում եմ առաջարկել, որ մեր հաղորդման մասին փոքրիկ մի քանի տողանոց, որ ուզում եք, երգ հորինենք միասին։ Ես կօգնեմ ձեզ։ Ես մոտավորապես հասկացա, որ այդ ինչ որ գրելու բանի հետ կապված եք ասելու, բայց եկեք իմ փոխարեն մտածի Արտուրը, բայց բեմքաստի մասին է, չէ՞ խոսքը։ Այս հաղորդման մասին է խոսքը, բեմքաստի։ Օրինակ ինչ երգին իրենք կնմանացնեք, այսինքն աշխույժ դանդաղ հետաքրքիր ինչ որ թախծոտ, ռոմանտիկ։ Ինձ թվում է ավելի շատ մի քիչ ակտիվ։ Մի քիչ ակտիվ։ Երգ առաջարկեք։ Այս կողը երգը դուք առաջարկեք, մենք միասին գրենք ես ու Արտուրը լավ։ Հետո ես երգեմ, թե միասին կերգենք, հա։ Ես թե որ ձայնագրվենք հետո։ Չէ, այստեղ կերգենք իրար հետ։ Հայտարարք եք անում, ես լուրջ եմ ասում, ես այդպես լավ երգիչ չեմ, հա։ Բան որ ասում եք ոչ մի բան ինձ չի կաշկանդում բեմում։ Պորտատեղադրում, հա։ Չէ, չի կաշկանդում իրականում, հեսա փորձենք վատ բան կարող է ստացվի, պրոստը, նայեք։ Որ վատ ստացվի չենք դնի։ Ես սիրով համաձայն եմ, չէ։ Նայեք, ես ինչ եմ ասում չի կաշկանդում, երբ որ ես երգիչ չեմ, բայց բեմում այնպես եմ ինձ պահում երգելու ընթացքում, որ բացարձակ հանդիսատեսը չի հասկանում, որ ես երգում եմ թե ոչ։ Ես լուրջ եմ ասում։ Մի օր մեր ընկերներից մեկը եկավ ներկայացում նայելու, կամերային թատրոնում խաղում էին կառավարական համերգ ներկայացումը, ասես նայում բոլորը հրաշալի ձայն ունեն։ Կստացի կամերային թատրոնի են մեր ժամանակահատվածի բոլոր դերասանները աննորմալ հրաշալի ձայն ունեն։ Բոլորը լավ երգում են։ Ու նայեք ես հետները երգում եմ, որ այդ մեր ընկերներից մեկը sense արեց։ Օլա անդոն ինձ հետաքրքիր է, նայեք բոլորը երգում են, երգող են, բայց մենակ դու կլիպներ ունես։ Ոչ մեկ չունի, տեսողոլովակ բան չունի, բոլորը երգում են բացի քեզնից, բայց մենակ դու կլիպ ունես։ Այսինքն հիմա ինչ եմ ուզում ասում, եկեք փորձենք, չեմ կա, դաժե անգամ այդ ժամանակ չեմ կաշկանդվել։ Հիմա էլ չեմ կաշկանդվում, ես ստացվի էլի որ կաշկանդես ինձ։ Չէ։ Ահա։ Հիմա ամեն դեպքում ինչ ենք անում։ Որ եկեք երգ ընտրենք մի հատ։ Արտուր ջան, չէ, եկեք մի հատ օրինակի համար որ հայկական երգ եք սիրում, որ փորձենք դա դարձնել բեմքաստի։ Այսինքն բառերը փոխենք բեմքաստ դառ։ Որ երգն է։ Հոգի հարազատ որն է ավելի շատ հիմա։ Օրինակ առաջինը բեմքաստներ, դա բան է։ Մի փոքր ավելի աշխույժ չի ամենայն դեպս։ Օրինակ աշխույժը բանը ուրբաթ-շաբաթ կիրակին։ Աշխույժը օրինակ ուրբաթ-շաբաթ կիրակի, ուրբաթ-շաբաթ կիրակի դու բեմքաստ նայի, Այդ շաբաթ կիրակի դու բեմքաստ նայի։ Մնաց են երկու տողնել։ Թե չէ, վյու չեմ ունենա առանց քո լայքի։ Ահա, всё, երկեցինք։ Չեմ կարող գրել։
Ձեր աչքի առաջ երգ ստեղծվեց մեր հաղորդման մասին, սիրելի հեռուստադիտողներ։ Վերջի երգերից նաև դա էր Սարոյի Գոհարեսը, մեմ կաստես, Ոնց էր չէ, սկսվում։ Գոհարես չէ, այս դեպքում Մերինա, Շողշողուն Գոհարես, հա, շողշողում Մերինա, վարումը փոքր, բեմ կաստը, նայ, շողշող, գժություն։ Մի խոսքով կարող ենք, լիքը բաներ կարող ենք ինձ թվում է բոլորը արդեն հասկացան, որ մենք կարող ենք։ Մի քիչ էլ խոսենք ձեր անձնական նախաձեռնությունից։ Ես գիտեմ, որ նոր թատերական ստուդիա է բացվում։ Այո, ուզում եմ, որ արդեն նախապատրաստական աշխատանքներն է գնում, զանգեր կան, հավաքվածներ կան, ու հուսամ ինքը շատ երկար ու զիգ տարիներ կաշխատի, որովհետև ես վերջի մի 7 տարիների ընթացքում, 7-8 տարիների ընթացքում հասկացել եմ, որ աշխարհի ամենաներն են երեխաները, դրա համար ստեղծվել է նաև մենք ենք մեր ճամբարը, քանի որ ճամբարով ենք աշխատում մոտավորապես 5 տարի։ Ինչքան գիտեմ Դիլիջանում եք, չէ՞։ Դիլիջանում, հա, տարբեր տեղեր ենք արել, բայց վերջի 3-4 տարին Դիլիջանում ենք անում, դրանից առաջ եղել է Ավանաձորում, Ծաղկաձորում, մի խոսքով ճամբարից ելնելով եւ առհասարակ երեխեքի հետ շփումից ելնելով ես հասկացել եմ, որ հնարավոր ավելի շատ կարևոր է երեխաների հետ շփվել, քան քո հասակակիցների ու այն տարիքի մարդկանց հետ, ովքեր որ շատ լիքը բան հասկանալով փչացնում են։ Իսկ երեխաները չհասկանալով են փչացնում, որոնց իրենց կարող է այնպես անել, որ չանեն դա։ Ու շփվելը երեխաների հետ ավելի հաճելի է, ավելի արդյունավետ է, ավելի լիքը բաներ կարող ես սովորել, տալ։ Դուք կանխեցիք իմ հարցը։ Հա, այդպես բաներ։ Ուզում եի հարցնել, ինչ եք սովորում երեխեքից։ Չէ, երեխաներից ես էլ եմ ասում 4-ից ավել տարիներ, քանի որ աշխատում եմ երեխաների հետ ճամբարում, մենք ենք ճամբարում, ամեն 6 օրը մեկ, 7 օրը մեկ փոխվում են երեխաների խոսքը, հա, այդպես ճամբարում անցկացվող 50-ից 60-ից 70-ից ավել երեխայի հետ շփվել ու պարզապես հաճույք ստանալ, չկա նման երևույթ գոյություն չունի։ Որ հա ուզում եմ շփվել։ Երեխաներն էլ ինձ համար անկեղծ եմ ասում, ես վերջի շրջանում ես հասկացել եմ, որ էլի բեմի նման մի բաներ են, որոնց հետ կարելի է ապրել։ Իսկ ինչ վերաբերում է ստուդիան դե նոր պետքա թափ հավաքի դեռ ամսի մայիսի 15-ին մեր առաջի դասն է։ Այսինքն ընդունելությունը եղել է։ Ընդունելություն, չէ, դեռ չի, հիմա ընթացքային ընդունելության բան կա, այսինքն հայտեր կա, գործընթացն է գնում, մայիսի 15-ին առաջի դաս եւ ընդունելության առաջին օրն է։ Հուսով եմ դա էլ կարդարացնի այն բանը ու այսպես ասեմ, ինչքան հետաքրքիր բաներ թե ինտերնետային մեր իմեջերի հետ կապված, չգիտեմ, ինչ կա, այդ երեխաները ներգրաված են իրելու ինձ հետ կապված, միանգամից ինձ հետ միասին, թե պրոյեկտներ լինի, թե փոքրիկ երգերը, որ երեխաները անպայման էլի ինձ հետ միասին փորձելու են այնպես անում, որ երեխաները փորձեն երգեն այդ երգերից, այդ փոքր կարճ երգերից, որ ասում եք, այնպես որ երեխան, որ ընդունվի գա, ես անձամբ իրանց հետ լիքը բան եմ անելու, որպեսզի նրանք լավ զգան իրանց, բացի լավ զգալը, արդեն որպես բեմի մարդ դեպի տանում եմ բեմ ինձ հետ միասին։ Այսինքն ինչ ժամանակին, որ դուք չեք կարողացել անել, ինչի հնարավորությունը գուցե եւ այդ պահին չեք ունեցել, հա։ Հիմա դա տալու եմ այդ երեխաներին։ Այո, դա տալու եմ այդ երեխաներին ու ճամբարից սկսած եմ դա ես հասկացել, մոտավորապես 7 տարի արդեն, որ կարելի է երեխաների հետ շփումը շատ ավելի շատ լինի իմ, քան այն մարդկանց հետ, ում հետ ես ապրել եմ ու ամեն դեպքում հիմա ապրում եմ։ Եվ թերևս վերջին հարցը, որը տալիս եմ մեր բոլոր հյուրերին, ինչու են մարդիկ գալիս թատրոն։ Հանդիսատեսի մասին խոսքը։ Այո։ Որ տեսնեն ինձ։ Ու բոլոր թատրոն գնում են, բոլոր թատրոններ գնում են, նայում են անդամուր ասեն, ես չկա ես ներկայացնում ես։ Չէ, ես ցավոք սրտի ժամանակի սուղության պատճառով որ թատրոններում
շատ ներկայացումներ կա, շատ թատրոններում շատ ներկայացումներ կա։ Ես չեմ հասցնում բարձրապես գնալ, բայց ես էլ շատ կուզեմ գնալ, ինչու են մարդիկ գալիս թատրոն, չգիտեմ, առօրյա հոգսերից կտրվելու համար կարծում եմ, այսօր շատ լիքը բաներ կա, որ առօրյայում հոգնում ես, իսկ դահլիճում նստած նայել բեմում կատարվելիքին, ինձ թվում է հետաքրքիր է, կտրվում ես առօրյա հոգսերից, ժամանակ առ ժամանակ սիրուն լավ ներկայացումներ ես նայում, ժամանակ առ ժամանակ էլ նայում ես ներկայացում, որը դու չի գալիս էլ չես նայում, Կամ դրանից հետո էլ չես գնում թատրոն։ Կամ դրանից հետո շատ ես հիասթափվում էլ չես գնում թատրոն, բայց այսքան ժամանակ չի եղել, որ մի ներկայացման մեջ չեմ ուզում ասեմ լավ ես, բայց առասարակ որ ես ահավոր շատ սիրում եմ ներկայացում նայել, որպես հանդիսատես շատ սիրում եմ ու եղել են դեպքեր, որ փորձերն եմ սիրում նայել միջև ներկայացում, օրինակ ես վերջերս շատ հետաքրքիր փորձեր վերջերս էլի ներկայացումներ բեմադրվում մեր ընկերների կողմից, գնում եմ նայում եմ փորձերը, ես խնդալու ու կողքից ես էլ եմ փորձում օգտակար լինել ինչ-որ բանով։ Այնպես որ հանդիսատեսին մի այսպիսի խնդրանք մեր հանդիսատեսին շատ հաճախեք թատրոններ ու շատ հնարավորություն տվեք ձեր բալիկներին, որպեսզի գան թատրոններ ներկայացումներ։ Ես ցավոք սրտի այդ հնարավորությունը ժամանակին չեմ ունեցել։ Ինձ համար ամենան մեր Մկրտչյանն է, որպես դերասան իմ աշխարհում, այսպես ասեմ, պատկերացնեք։ Ցավոք սրտի ես մեր Մկրտչյանը կյանքից հեռացել է 93 թվականին, ես այդ ընթացքում մեծ երեխա էի, բայց ցավոք սրտի ես իրան կենթանությունով չեմ տեսել ու չեմ տեսել նաև Կարպ Խանչվանյանին, չգիտեմ ոնց ասեմ, քանի որ մերոնք մաման, պապան, հա, մեր ընտանիքի անդամները առասարակ մեր Գերդաստանում դերասան չի եղել ու իրանք երևի շատ առողջություն չեն ունեցել թատրոնի բանի հետ, չեն տարել թատրոններ, ես ցավում եմ այդ փաստի շուրջ, բայց հիմա ես կխնդրեմ այն հանդիսատեսին, ովքեր որ նայում են, որ ենթադրենք, եթե թատրոնի հետ կապ չունեք, սիրելիներս, խնդրում եմ ձեր փոքրիկներին, ձեր բալիկներին անպայման տարեք թատրոն, թող շփվեն, տեսնեն ինչա նշանակում սա։ Այդ երջանկությունը ես չեմ ունեցել այն տարիքում։ Ես թատրոն ոտք դերել եմ 2000, ես անկեղծ եմ ասում 2002 թվականին ու մինչև այսօր թատրոնում եմ։ 2002 թվականին արդեն 22 տարեկան երիտասարդ էի ու այս վերջերս հասկացել եմ մի բան նաև, որ ինձ թվում է հիմա դեռ 2002 թվականին եմ կյանքում, ոչինչ չի փոխվել։ Այդ թվականից թատրոնում ոտքս դնելուց մինչև այսօր իմ կյանքում ոչինչ չի փոխվել։ Դրական փոխվել է, բայց տպավորությունն է, որ ես այդ տարիքում եմ մնացել, չեմ մեծացել, 22-ից չեմ մեծացել, այդ չի փոխվել։ Այդ էներգետիկան, այդ ջերմությունը, մի խոսքով այդ օրվանից մինչև այսօր իմ կյանքում 22 տարեկան եմ, ես sense ասեմ պատկերացնում։ 24 տարի։ Այո։ Ասա 25 տարին շատ մեծ շուկով կնշենք անպայման։ 25 տարի բեմում։ 25 ամյակը բեմում, 25 տարի բեմում, այո։ Եվ հաղորդման ավարտին մեր հաղորդման հովանավորի կողմից ունեք փոքրիկ նվեր Աուրա 8 գեղեցկության սրահի կողմից։ Հա, շատ ահա մազես կգնամ կտրեմ անպայման։ Իրեն ծառայություններից։ Իսկ սա մերին է բաժին հասնելու։ Հուսամ, չէ, բայց ինչի մերին, ես կօգտագործեմ։ Ես անկեղծ եմ ասում, շաբաթը 2-3 օր, 2-3 օրը մեկ մազես գնում կտրում եմ։ Այնպես որ սա հնարավորություն է եւս մեկ անգամ գեղեցկանալու։ Գեղեցիկ եղեք բոլորդ եւ գնացեք թատրոն։ Եթերում բեմքաստներ հաջողություն։ Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 բյութի սալոնը։